Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում են շատ հետաքրքիր ու թեժ զարգացումներ։ Այս պահին Հենրիի ու Անգելինայի սիրտը կոտրված է, Հենրին չգիտի գլուխը որ պատին տա, չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջ, քանի որ ինչպես հայրն է ասում, Անգելինան ու Հենրին քույր ու եղբայր են։ Իհարկե, սա Միքայելի հորինած սուտն է։ Անգելինան էլ չի հասկանում ինչ է կատարվում իր շուրջ, ինչու Հենրին ամեն ինչ կազմակերպեց, որ հավատա, սեր խոստովանի, բերեց հասցրեց հարսանեկան սրահ ու թողեց լքեց։ Իհարկե Անգելինան շատ լավ հասկանում է, որ ինչ որ բան այն չէ, բայց ինչը կարող էր դառնալ պատճառ, որ Հենրին իրեն լքի ուղղակի բոլորի աչքի առաջ։ Անգելինան անընդհատ հարց է ուղղում Աննային, թե որն է պատճառը, պետք չէ իրեն խնայել ու ուղղակի նա պետք է ասի, թե ինչու Հենրին իրեն լքեց։ Ուրեմն մի լուրջ պատճառ կա, որ Հենրին ուղղակի թողեց իրեն հարսանեկան սրահի մեջտեղում ու հեռացավ առանց խոսք ասելու։ Բայց Աննան չի կարողանում իր մեջ ուժ գտնել ու ասել այն ճշմարտությունը, որն իր համար ճշմարտություն է, բայց իրականում սուտ է։ Ինչ է ասելու Աննան Անգելինային, արդյոք ասելու է ճշմարտությունը, թե փորձելու է ինքը պարզել ճշմարտությունը, որովհետև այսօրվա սերիայից պարզ է դառնում, որ Աննան ինքը ևս ունի կասկածներ։ Այդ է պատճառը, որ նա անընդհատ ասում է սպասել։ Արդյոք հնարավոր է նա որոշի բոլորից գաղտնի պարզել ճշմարտությունը, կամ դնթ թեստ հանձնել, կամ ինչ որ կերպ փորձել իրականության հետքի վրա դուրս գալ։ Իսկ թե ինչ է կատարվել հեռուստասերիալի նկարահանման հրապարակում եւ ովքեր են այս պահին նկարահանվել եւ ինչ տեսարաններ են ձեզ սպասվում, կարող եք դիտել մեր կողմից պատրաստված տեսանյութում, որը հետաքրքիր է։ Թե ժողովուրդ ջան, ոնց որ ամեն օր, տենց էլ այսօր էլի կռվի մեջ եմ ընկել, նայեք։ Այս անգամ մի քիչ ավելի լուրջ կռիվ է։ Էդ է իմը։ Բարև բոլորին, Աննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետք է ձեզ տեղյակ բերեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել Վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Պատմում կրած տաղարմունքի մասին ողջ ճշմարտությունը, միայն նրա աչքերն էին, միայն նրա աչքերն էին պատմում կրած տաղարմունքի ու նրա կյանքի ճշմարտության մասին։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տպում, կամ ինձ են տպում։ Լրիվ կռիվ կինո եմ խաղում, հա։ Ոնց եմ ես գիրվում սենց եղանակի համար չեք պատկերացնում։ Парку, зум, это имя. И хавастас мотора, размятым ковизнай. Все, лава. Моника Люстанджати. Все, река. Գնացինք, հրոզնկարում ես, նայում ես, մեկելով, ֆայնան հելավ, եկավ ես կողմ նստես, բրդելով տանում է, խնդա, նայնայիրը, խնդա, հետոն դե բան ցույց տվեցին, Enkom յուրացույցը նայում ես, այն սիրուն է, Հաչ քաղաքը տեսեք ինձ սիրուն է, այն վերտում է, վերտում է ցույց տում, լավա խրացին գնա, չնակամրնիկը տունից չէ,
Լսեք, դինոզավրին չկպտեք։ Okay. Մրսում են երեխեքը, բայց շատ սիրում տեղ ենք եկել։ Գնացինք։ Վայ, սա իրանց ձակն է։ Մամա, պապան ձակն է։ Բայց տեղ ձվիկի մեջից դուրս են եկել ձինոյիկները։ Թե ժողովուրդ ջան, ոնց որ ամեն օր, տենց էլ այսօր, էլի կռվի մեջ եմ ընկել, նայեք։ Այս անգամ մի քիչ ավելի լուրջ կռիվ է։ Էդ է իմը։ Լևացվի արի մինչև հացը դնեմ։ Չեմ ուզում։ Ոնց չեմ ուզում։ Այտենց սովված չեմ, ասեմ ավելի նույնիսկ շատ լավ կշտեմ։ Ուր էիր Սեմ։ Սեմ որտեղից ես գալիս։ Բաղրատի տնից։ Ասեմ ավելին, այն Արամիկին տեսա։ Ու մի հատ էլ Թող մշակեմ վերքացան։ պետք չի։ Դու քո վիճակը տեսել ես, ասում եմ թող մշակեմ։ Ես քեզ բառացի ասում եմ, դրանից հեռու եմ։